Փետրվարի 11-ից 28-ը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունենում հայ գեղանկարիչ Հայդուկ Սմբատյանի «Պատուհաններ» խորագրով ցուցահանդեսը։ Պատուհաններ խորագիրը, որ կրում է այս ցուցահանդեսը, ինքը գիտեք ոնց կարելի է շատ տարբեր ձևերով դա վերլուծել։ Սովորական, ասենք, այցելուի համար, որը այդքան էլ շատ չի ուզում խորանա, ուղղակի եկել է թանգարան եւ պարտավորել չի խորանա, ասենք եկել է ուղղակի հաճույք ստանա, ինքը նայում է, դե հա պատուհանները, հա դե այս մարդը ինչ որ պատկերացում ունի, երևի իր պատուհանից նայում է, ծառա տեսնում մեքենա մարդ եւ վերացական ինչ որ ձևերով պատկերում է, բայց մենք պետք է խորանանք իհարկե դրա մեջ, իհարկե անխոս պատուհանը դա շփում է արտաքին աշխարհի հետ, հաճախ դա անհրաժեշտ շփում է նաև այն մարդկանց հետ, որոնք գուցե հնարավորություն չունեն փողոց դուրս գալու եւ աշխարհը ճանաչում են իրենց պատուհանից, դա իրենց պատուհանի աշխարհն է, դա պատուհանա դեպի արվեստագետի ներքինը, դա պատուհանա արվեստագետի համար դեպի արտաքին ոչ միայն աշխարհ, այլ նաև արվեստ, որ ներթափանցելու այդ խորքերը։ Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից յուրաքանչյուրը յուրահատուկ պատուհան է, որը բացվում է դեպի նկարչի ընկալած իրականություն, հնարավորություն տալով դիտողին հաղորդակցվել արվեստագետի մտքերի ու զգացողությունների հետ։ Ցուցահանդեսի վերնագիրը ընտրվեց պատուհաններ, քանի որ ոչ միայն արտաքնապես նրանք հիշեցնում են պատուհանի փեղկեր կամ ճաղավանդակ, այլ բովանդակային առումով թուղթը դիտարկում ես որպես պատուհան, որի միջոցով փորձում ես բացահայտել մի իրականություն, որը որ ինքնին գոյություն ունի, սակայն որին որ հաղորդակից չես, փորձում ես ճանաչել։ Շրջակա միջավայրից վերցրած պատկերներ են, այսինքն չես կարա նոր իրականություն հորինես ու չգիտեմ դրա մեջ ապրես կամ այսինքն հորինվածք չի։ Դու վերցնում ես այն ինչ որ տեսնում ես մեր միջավայրից։ Նկարչի համար ոգեշնչման գլխավոր աղբյուրը հենց կյանքն է, իր շարունակական ընթացքով, փոփոխություններով ու բազմաշերտ իրականությամբ, որի անբաժանելի մասն ենք բոլորս։ Մեր թանգարանի սերնդափոխություն կամաց չէ պետք է տեղի ունենա եւ մենք 60-ականներից սկսել ենք 80-ականներով շարունակել ենք, իսկ հիմա երբ որ ավելի երիտասարդներն են գալիս, իհարկե մեր համար ոչ թե ուղղակի հաճելի է, այլ նաև անհրաժեշտ է, որովհետև իհարկե միշտ պետք է տեսնենք, թե մեր տաղանդավոր նկարիչների հետևից ովքեր են գալիս։ Եվ ուրախ եմ, որ գալիս են Հայդուկի նմանները, այդ շատ պոզիտիվ հաճելի էներգիայով լցված, տրամադրված լավ աշխատանքի եւ այս ցուցահանդեսը արդեն ցույց է տալիս, որ շատ մեծ աշխատանք է կատարված։ Արվեստագետի համոզմամբ արվեստը պետք է ծառայի մարդուն, չկտրելով նրան իրականությունից, չխճճելով կամ չշփոթեցնելով, այլ հակառակը, լուսավորելով միտքը, փոխանցելով ներդաշնակություն եւ արթնացնելով դրական զգացողություններ։ Նրա կարծիքով ստեղծագործողի ամենակարևոր հատկանիշները մասնագիտական վարպետությունը, նվիրվածությունն ու սեփական գործի նկատմամբ խորը սերն են։ Ցուցահանդեսի ներկայացված աշխատանքները կարելի է առանձնացնել 3 փուլի, որոնք որ ստեղծվել են 1 տարվա ընթացքում։ Եվ այստեղ միասին ներկայացված նրանք ոնց որ մեկը մյուսի շարունակությունը լինի, մեկը մեկին լրացնում է։ Մի տեսակ խճանկարի նման պատկեր ենք ստանում, որ առանձին երբ որ նայում ես, պատկերը պարզ չի լինում, սակայն այսպես ընդհանուր վերցրած, միասին ներկայացված ավելի ամբողջական են կալվում։ Մենք տեսնում ենք, որ շատ ճիշտ քանակով գործեր են տեղադրված եւ համակարգը նույնն է, ուղղակի կան փոքր գործեր եւ մեծ գործեր, փոքր գործերով, հա ինչպես տեսնում եք, փոքր քառակուսի գործերով խճանկարի նման հավաքվում է մի հատ մեծ պատկեր, հետո մի քիչ ավելի մեծ գործերով է հավաքվում, հետո արդեն կտավ յուղաներկ տեխնիկայի մեջ տեսնում ենք էլի նույն սկզբունքով, հա, ստեղծված աշխատանքներ են եւ դուք կարող եք դա ընկալել որպես մի գործ, բայց ոնց որ ասում են նաև ժամանակակից արվեստը շատ սուբյեկտիվ է, դուք կարող եք ամեն գործը առանձին ձեզ համար ընկալել եւ վերլուծել։ Շտապեք մինչև փետրվարի 28-ն այցելել Երևանի ժամանակակից արվեստի թանգարան վայելելու եւ բացահայտելու Հայդուկ Սմբատյանի ինքնատիպ եւ աբստրակտ աշխարհը։